Իսրայելը և Իրանը ուշ գիշերից մինչև առավոտ շարունակել են փոխադարձ հարձակումները։ Իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանին, Թավրիզին, Բանդար Աբասին, Սպահանին և այլ բնակավայրերի։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում Կարմիր մահիկի աշխատակիցների շրջանում։ Իրանի պետական հեռուստաընկերության շենքի թիրախավորման հետևանքով աշխատակիցներ են զոհվել և վիրավորվել։ Իսրայելը հայտնել է Իսլամական Հանրապետության հրթիռային ենթակառուցվածքին, ռազմական օբյեկտներին հարվածելու, ինչպես նաև F-14 կործանիչներ խոցելու մասին։ Ցահալի տվյալով սպանվել է Իրանի գլխավոր շտաբի նոր ղեկավարը, որն այդ պաշտոնում նշանակվել էր հունիսի 13-ին Իսրայելի կողմից գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մոհամմադ Բաղերիի սպանությունից հետո։ Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունը։ Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆային և այլ տարածքների։ Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Կողմերը խոստանում են շարունակել ռազմական գործողությունները։ Այդ ֆոնին Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանի բնակիչներին անհապաղ տարհանվել։ Իրանը պետք է ստորագրեր այն միջուկային գործարքը, որը ես նրանց ասել էի ստորագրել։ Ինչ ամոթ և մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ասել եմ դա և կասեմ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսել, սակայն ավելի շուտ պետք է դա աներ։ Բենյամին Նեթանյահուն էլ կարծիք է հայտնել, որ Իրանը ցանկանում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել, բայց ձևական։ Ըստ Իսրայելի վարչապետի, Թեհրանի նպատակն է դրանց ընթացքում իբր շարունակել միջուկային զենքի մշակումը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, նախազգուշացրել է նա։ Նեթանյահուն նաև չի բացառել, որ իսրայելական ուժերի թիրախում կարող է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Դա չի սրի հակամարտությունը, այլ կավարտի այն, պնդել է Իսրայելի վարչապետը։ Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին ստիպել Իսրայելին կանգ առնել։ Աբբաս Արաղչին կրկնել է՝ Իրանը չի սկսել այս պատերազմը և շահագրգռված չէ շարունակել արյունահեղությունը։ Սակայն մենք հպարտությամբ կպայքարենք մինչև վերջ, պաշտպանելու մեր հողը, ժողովրդին արժանապատվությունը և մեր նվաճումները։ Իսրայելի հարձակումների նպատակն է խափանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր գործարքը։ Մենք շարժվում էինք այդ ուղղությամբ և ճիշտ ճանապարհի վրա էինք։ Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Արաղչին մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել հակամարտությունը, դրա մեջ ներքաշելով Պարսից ծոցը և այլ երկրների։ Թեհրանը դեմ է դրան, շեշտել է արտգործնախարարը։ Իսրայել-Իրան էսկալացիան եղել է Կանադայում կայացած G7-ի հանդիպման օրակարգում, որին մասնակցել է նաև Դոնալդ Թրամփը։ 7-ի խմբի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կարևորել են Մերձավոր Արևելքում խաղաղությունը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, միևնույն ժամանակ աջակցություն հայտնել Իսրայելի անվտանգությանը և ինքնապաշտպանվելու իրավունքին։ Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մշտապես հայտարարել ենք, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս ճգնաժամը պետք է կարգավորվի, որպես արդյունք հուսով ենք ապա էսկալացիա տեսնել նաև Գազայի հատվածում։ Կշարունակենք ուշադիր հետևել միջազգային էներգետիկ շուկաների վրա ստեղծված իրավիճակի ազդեցությանը։ Պատրաստ ենք համակարգել գործողությունները ապահովելու շուկայի կայունությունը։ Արևմուտքում նաև մտավախություն կա, որ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում արտասահմանյան ուժերին։ Լոնդոնը հայտնել է տարածաշրջան լրացուցիչ ուժեր, այդ թվում կործանիչներ ուղարկելու մասին։ Պենտագոնի տվյալով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում ևս լրացուցիչ ուժեր և միջոցներ կտեղակայվեն ամրապնդելու տարածաշրջանում պաշտպանական ներուժը։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման և միջուկային գործարքի հարցերում առաջընթացի կհասնեն, և ամերիկյան կողմը ստիպված չի լինի ներգրավվել պատերազմին։ Դիանա Գասպարյան, լուրեր։